1924 թվականի եղեռնից հետո կազմակերպվում է Նեմեսիս օպերացիան, որը պետք է վրեժ լուծեր ցեղասպանության կազմակերպիչներից։ 1921 թվականի մարտի 15-ին Գերմանիայում ուղարկվում է Սողոմոն Թեյլերյանը, որին այնտեղ սպասում էր արդեն Ավետիք Իսահակյանը, եւ մարտի 15-ին Սողոմոն Թեյլերյանը սպանում է Թալյատ Փաշային։ Անկյունում կանգնած Ավետիք Իսահակյանը սպասում էր, եթե հանկարծ վրիպեր, Սողոմոն Թեյլերյանը պետք է կրակեր Իսահակյանը։ Մինչ այդ Թեյլերյանը նամակ էր ստացել Շահան Նաթալիից, որտեղ ասվում էր. երբ կսպանես նրան, ոտքդ կդնես նրա գանգին եւ կսպասես այնքան, մինչեւ ոստիկանությունը գա եւ վերցնի քեզ։ Դու վախկոտ չես եւ չփախչես։ Այդպես հետո նաեւ արդարացվեց Սողոմոն Թեյլերյանը, որը դատավարության ժամանակ ասում էր, թե սպանության ժամանակ իմ աչքի առաջ անցնում էին բոլոր այն զոհերը, ովքեր հենց նրանց կազմակերպած ցեղասպանության արդյունքն էին։ Իսկ ահա 1922 թվականին Թիֆլիսում, իդեպ Թիֆլիսի ամենաբանուկ փողոցներից մեկում, ամենաեռուն ժամին 3 հայ դարձյալ Նեմեսիս գործողության շրջանակներում 3 հայ վրիժառու սպանում են Ջեմալ Փաշային։ Վրիժառուներից մեկը երբ վերադառնում է տուն, մայրը նրան ասում է, թե ով իդեպ ցեղասպանության մազապուրծ եղած մարդկանցից մեկն էր, որդուն ասում է, թե լսել ես, հայ վրիժառուներից մեկն սպանել է Ջեմալ Փաշային։ Իմանամ ով է այդ վրիժառուն, կգնամ եւ կհամբյուրեմ նրա ոտքերը, այդպես էլ չիմանալով, որ վրիժառուն իր որդին է։ Մի ուրացեք սեփական պատմությունը, հիշեք եւ խնկարկեք զոհերի հիշատակը։